Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ մարտի 12 Սիրիր քո դրացուն Մատթեոս ավետարան 5:43 Սիրիր քո դրացուն Հնարավոր է նա փառահեղ խնջույքի մեջ է, իսկ դու շրանքներով ես սնվում։ Հնարավոր է դու ապրում ես աղքատիկ մի տնակում, իսկ նա թանկարժեք դղյակում։ Դու ամեն օր տեսնում ես նրա կալվածքները, նրա ճոխ հագուստները, նրա շքեղ խնջույքները։ Աստված է նրան տվել այդ ամենը։ Մի նախանձիր նրան և թույլ մի տուր քեզ նրա մասին վատը մտածել։ Գոհացիր նրանով, ինչ ունես։ Եթե ի վիճակի չես ավելին ձեռք բերելու, և մի ցանկացիր, որ դրացիդ հայտնվի քո վիճակում։ Սիրիր նրան ու չես նախանձի։ Սակայն հնարավոր է, որ դու հարուստ ես և քեզանից ոչ հեռու աղքատներ են ապրում։ Նրանց քո դրացիները համարիր ու հիշիր, որ դու պարտավոր ես նրանց սիրել։ Աշխարհը կարծում է, որ նրանք քեզանից վատն են, բայց արդյոք դա այդպես է։ Նրանք ավելի շատ հավասար են քեզ, քանի որ նույն արյունից մարդկանցից բոլոր ազգերն ստեղծվեց, որ ամբողջ երկրի երեսին բնակվեն։ Դու ոչնչով ավելի լավը չես, այդ քո հագուստն է ավելի լավը, քան նրանցը։ Նրանք ընդ որում անհատներ են, բայց դու նույնպես ավելին չես, քան անհատը։ Այդ պատճառով սիրիր նրանց նույնիսկ իրենց ցնցոտիների մեջ, նույնիսկ ծայրահեղ աղքատության մեջ։ Բայց հնարավոր է դու ասես, ես չեմ կարող նրանց սիրել, քանի որ այն ամենին, ինչ ես անում եմ նրանց համար, պատասխանում են անշնորհակալությամբ ու արհամարհանքով։ Վարժեցրու քեզ անձնազոհ սիրով։ Բացառված չէ, որ դու կգերագնահատես հանգստանալ, այլ ոչ թե մարտնչել սիրո համար, բայց համառություն ցուցաբերողն ավելիին կհասնի։ Եթե սիրո ճանապարհը դժվար է, անվեհեր քայլիր այդ ճանապարհով, սիրելով քո դրացուն, չնայելով ոչ մի խոչընդոտի, որտև այսպես անելով կրակի ածուխներ կդիզես նրա գլխի վրա։ Սակայն եթե պարզվի, որ դժվար է նրան գոհացնելը, աշխատիր այդ դեպքում գոհացնել ոչ թե նրան, այլ քո Տիրոջը։ Եթե դրացիդ հրաժարվի քո սիրուց, հիշիր, քո Տերը դեռ սիրում է քեզ և ընդունում է քո ջանքերն այնպես, ինչպես եթե դրանք ընդունեին քո դրացիները։ Սիրիր քո դրացուն, քանի որ այդպես վարվելով դու հետևում ես Քրիստոսին։